Բարոյս հարգելի հայրենակիցներ, սկսում ենք այսօրվա հաղորդումը, արդեն երկրորդ հաղորդում է, որը որ գնում է մեկը մյուսի հետ եւ առնչված եւ տարանջատված տեղ, բայց ընդհանուր առմամբ մի առանցք է գնում, որի վերնագիրը ես ձեզ կարդացել եմ. Երիտ թուրքերի, սիոնիստների եւ մասոնների գաղտնի եւ քիչ հայտնի կապերը։ Առաջի հաղորդման ժամանակ ես մեջբերումներ կարդացի, թե սրանք ովքեր են, ինչ են, եւ պատմեցի, որ տարածքաշրջանը, որը աշխարհի պորտն է հանդիսանում, որտեղից ծնվել է մարդկությունը, միջին արևելքը, որը մինչև այսօր գտնվում է համայն երկրագնդի ուշադրության կենտրոնում, այստեղ են եփվում վաղվա ճաշերը։ Եվ մենք, որ գտնվում ենք այդտեղ, մտքով, ֆիզիկապես, ամեն ինչով մասնակից ենք, կամա թե ակամա, եւ մեր հետ կատարվող ցանկացած երևույթ առնչված է միջին արևելքում կատարվող երևույթների, պրոցեսների հետ, որը մենք չենք կարող ասել, թե այդ մեզ չի վերաբերվում։ Այնտեղ կատարվող ցանկացած երևույթ պատմությունը ցույց է տալիս, որ իր վրա է կրում հայատեսակը եւ նա է տուժված ամենաշատը եւ նա է, որ այսօր ամենաքիչն է քանակությամբ։ Սա պատմական փաստեր են, սրանից ոչ ոք չի կարող ասել, խուսափել, թե դա այդպես չի։ Այդպես է։ Եվ ես երեք պատմելով այս երևույթների մասին տարբեր ձևերով, թե ինչպես պղծված, կեղծված, պատմության ճահիճների մեջով հայ ժողովուրդը կորուստներով անընդհատ քայլում է մինչև մեր օրերը եւ առջևում չի զգացվում չոր, բանուկ, ասֆալտած ապագայի ճանապարհը, որովհետեւ ես այս պահին, այս վարքյանին ցույց տվեցի ձեզ այն երևույթները, որը կատարում է ձեր շուրջը, որը բացատրության կարիք են զգում, սկսված թե ինչու են փողոցի անունները դնում այնպիսի անուններ, որ պիտի փոխվի հետագայում, ինչու է հանկարծ Հայաստանի կառավարությունը, իշխանությունները, գաղափարախոսությունը, մարդիկ զգում իրենց ժամանակավոր լինելը, սա ինչ զգացողություն է, այսինքն ամեն ինչ, ինչ որ ստեղծվում է Հայաստանում, դա ժամանակավոր է, նրա ապագան որոշված է ինչ որտեղ, իսկ այս ժամանակահատվածում ինչ ուզենք կարող ենք անել, ժամանակավորապես։ Այսպիսի զգացողություն կա։ Եվ բոլոր երևույթները, որոնք որ կատարվում են Հայաստանում, կարծես թե իրենց այդ երևույթների ենթագիտակցության մեջ այդպիսի մի ծրագիր է դրած։ Հայաստանը ապրում է ժամանակավորապես։ Եվ նրա մոտ կատարվող փոփոխությունները, որոնք անընդհատ կատարվում են, վերջնականապես պիտի ավարտվեն կրախով։ Այսպիսի զգացողություն կա մարդկանց ենթագիտակցություններում նույնիսկ։ Դրա համար շատ ախորժակով իրենց երկիրը թողում են ժամանակի տարբեր հատվածներում, նույնիսկ բացատրություն չտալով, թե դա ինչու է այդպես։ Բայց մտածող մարդը, մտածող հայատեսակը երևույթների ընկալման ժամանակ հանկարծ գալիս է հասնում մի տեղ, որտեղ գլուխդ բռնում է, այս ինչու է այսպես։ Երեք խոսեցի, որ Պասկալևան, որը հմեկով վարում է ճառագայթ հաղորդումը, հայերեն չգիտի, ռուսերեն է վարում։ Եվ ոչ մեկը չի ասում դրան, որ Հայաստանում գործող այսինչ օրենքի համաձայն դու կարող ես ռուսերեն ինտերվյու տաս հաղորդավարին, որը հայերեն է խոսում, որովհետև դու ռուսերեն չգիտես թարգմանաբար, բայց հասարակության առջև ռուսերեն հաղորդելու իրավունք չունես հմեկում, ինչքան էլ տակը գրեն հայերեն։ Դա չես կարող անել Ամերիկայում։ Կենտրոնական հեռուստատեսությունը հանկարծ գա ճառագայթ եմ վարում, եղավ, ես ով եմ, Ղարաբաղի ազատամարտիկների հետ նկարել եմ ժամանակին։ Եվ հիմա ինչ ուզեմ կանեմ։
բաց թողություն։ Եվ գործը ինչ գործ է, նորից միջազգային առումով արգելված գործ է։ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցույց է տալիս իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիաներ, որը հոգեբանորեն ճնշում է դիտողի գիտակցության վրա, որը նման բաներ աշխարհում ոչ մի պետություն թույլ չի տալիս իրան անել։ Ասեն գոնե այս Միացյալ Նահանգներում հարյուրավոր հեռուստաժամերի կայանների մեջ չեք գտնի մի կայան, որը հանկարծ ցույց տա իր երկրի թեր զարգացած երեխաներին, որովհետև չի կարելի դա ցույց տալ։ Օրենսդիրը որոշել է, որ նման բաներով չի կարելի մարդկանց վրա խղճի բռնաբարման գործողություններ կիրառել։ Բացի դրանից, Հայաստանը նման երեխաներ ունենալու քանակով մեկ շնչի հաշվով 10,000 բնակչի մեջ աշխարհում գրավում է ամենավերջի տեղը, որովհետև մեր մոտ թեր զարգացած երեխաներ եթե ծնվում են, ինչպես մնացած ժողովուրդներով, բայց այդ քանակը շատ չնչին տոկոս ունի, եւ դա չի կարելի հեռուստատեսությամբ Հայաստանի բնակիչների եւ հայերի մոտ առաջացնել, որ դուք տեսեք ինչ երեխաներ ունեք, որտեղ չի պարզաբանում առաջինը, այդ երեխաները որտեղից առաջացան, ասենք թե նկարները ցույց տաս եւ ասես, ահա ալկոհոլիզմի վնասները, թմրադեղերը առաջացնում են նման բաներ, վեներական հիվանդությունների վերջի ամենախաղաղ ձևը թերություններով երեխաներ ունենալն է, որը որ տվյալ ազգի նկատմամբ հանցագործությունը։ Այդպիսի բաներ չի ասվում։ Այլ ընդհակառակը, իբր թե այդ երեխաները հայ ժողովրդի պարտադիր վզից կախված քարն է եւ պիտի խղճալ, պիտի գուրգուրել, պիտի խնամել։ Քանի որ դա վիճաբանական է այդ հարցը, թե ինչ պիտի անել նման երեխաներին, որոնց մեղավորները կամ բնությունն են, ճառագայթահարվածությունն է, գենի խախտում են դրանք, կամ առանց իմանալու գենետիկական պատմությունը օտարի հետ ինչ որ մեկը ամուսնացել է, կամ կապ ունեցել, չիմանալով դրա ժառանգական հիվանդությունների մասին, կամ հարբած վիճակում ալկոհոլի եւ այլն, կամ 1000 բան կա, որից առաջանում են նման երեխաներ։ Հանկարծ հաշվի առնելով հայ ժողովրդի խղճ մտանքը, գլուխը պտտացնելու այդ երևույթը, հանկարծ այդ ճառագայթ հաղորդումը հմեկում գրավել է մի այնպիսի ահռելի տեղ, որ սկի Սփյուռքի նախարարությունը այդ ժամ չունի։ Երկու հոգի էլ նստում է աչու ձախ կողմը, ինքը կենտրոնում, ու սկսում է ինչ-որ բաներ ցույց տալ, վիդեոներ են նկարել այդ կազմակերպությունների մեջ, որտեղ թեր զարգացած երեխաներն են։ Հանկարծ այդ վիդեոները հանում է public։ Այդ public-ով են նայում, առողջ երեխաներն են նայում, ծնողներ են նայում, մարդիկ են նայում, կարելի է այդ ցույց տալ, հասարակության այդ դեֆեկտը կարելի է ցույց տալ մարդկանց, էնել կենտրոնական հեռուստատեսությամբ, էնել օտարի ձեռքով, էնել ոչ սխալ ծրագրավորված ելույթներով, ոչ թե կրթելու հանությանը, այլ ինչ որ փաստեր բերելու, որ էս էլ ձեր ճակատագիր, էս էլ ձեր հայությունը, կարծես թե Ամերիկայում նման երեխաներ 100 անգամ մեկ շնչին ընկնող, ավելին են, եթե ոչ 1000 անգամ, բայց երբեք չեք տեսնի, որ նրանց նկատմամբ հանկարծ հեռուստատեսությամբ շոուներ սարքեն, որովհետև մարդկային բանականությունը, խիղճը, համոզմունքները
թույլ չեն տա նման բան անել, շահարկել անմեղսունակ գիտակցություն չունեցող երեխաներին ցուցադրել ինչ որ հեռուստաժամերով եւ ի վրաները ինչ որ բան խոսել մարդկանց հետ, որ նրանց կենսամակարդակը հիմա պիտի լավանա, պետությունը այսպեսի միջոցներ ա տնում, բարերարները այսպես եկան գնացին, սա մի ձև չի, եթե խորը մտածի հայ հեռուստադիտողը կզգա, որ այդ աղջիկը պարզապես հոգեբանական պատերազմ հայտարարել Հայաստանի հայ ժողովրդի դեմը, անընդհատ բացասական երևույթներ եւ չբացատրվող, բացասական երևույթից կարելի է մարդու դաստիարակել, ես ձեզ ասեցի, ասել, ահա տեսնում ես այս երեխային, հա տեսնում ենք, սա ձգանյող չի խմե, դրա համար այս վիճակում է, ծռվել է եւ այսպիսի վիճակը, երեխա որ ձգանյող չի սիրում, դժվար է խմում, կխմի, ուրեմն մի երեխայով դուք հազարավոր երեխաների փրկեցիք D վիտամինի պակասությունից, որ ռախիտ կարար ընկնել, խելքի մոտ է այս եւ այլն, ուզում եք վախեցնել երիտասարդներին արտամուսնական կապերով, ուրեմն տարեք երիտասարդներին 40, 50, 100, 200, 3000 հավաքեք, մտեք համալսարանները, այլ ճառագայթ, ստացեք թույլատվություն, հասարակական կարգով, ցույց տվեք այդ կադրերը համալսարանի ուսանողներին, որոնք հնարավոր է որ չեն մտածում, girlfriend, boyfriend են հաղում, հետո չգիտեք ինչեր են անում, չգիտեն, ասում ես նայեք, ձեր ապագա սերունդը վտանգված կարող է հայտնվի, հասկացանք, լիքը կարող ես էդի օգտագործել, բայց private ուղղելով նրանց, որոնք դրա կարիք ունեն, բայց հանրությունը, որը դրա կարիքը չունի, պետք չի ցուցադրել, եւ այսքան բանը Հայաստանի կենտրոնական հեռուստատեսությունը չի հասկանում, պարզապես չի հասկանում, երեկ էլ ասեցի, որ այն կրոնական հաղորդումները, որոնք որ խախտում են նույնիսկ Եվրոպայի, հիմա ինչ Հայաստանի կառավարությանը Զարուհի Դոլախչյան էր, ինչեր մեկը կար Զարուհի, որ Եվրոխորհրդում հելավ ասեց Հայաստանին հարկավոր է պատժել, Հայաստանին հարկավոր է պատժել, որ իր կենտրոնական հեռուստատեսությունը սարքել է կրոնական հաղորդումների բաժանմունքներ ունի, ինչու? Որտեղ սխալ բաներ է անում, որովհետև երբ որ ասում է Հրազդանը Հորդանանից փոքր է, երբ որ Ձիաննան ասում է Իսրայելի Աստվածը ամենաուժեղ Աստվածն է, Քրիստոս Մրիստոս չկալը, չի ասում այդ մասին, հետևաբար մի հատ հայ վաղը դուրս կգա այս երևույթների դեմ պայքարելու համար, կասի ես հեռուստաժամ եմ ուզում հմեկում, Եհովայի վկաների Աստծու մասին պատմեմ, թե ինչ հրաշալի Աստված է, Հայաստանի կենտրոնական հեռուստատեսությունը պիտի փորձի ասի չեմ տալիս, երբ որ խրվել է արդեն Ձիաննայի եւ այդ մորուք տերտերի հաղորդումների մեջ, Եվրոպայում կոկորտից կբռնեն կասենարի, Ստրասբուրգում դադի կտան, որ տարբերություն ես տնում, հա դու խղճի ազատության մեջ, հետո եմ մուշտել կասի մի խումբ պարսիկ հայ ժողովրդի սիրողների անունից հմեկը օգտագործում եմ ես, որտեղ public հեռուստաժամը, որպեսզի ծածկած շուկայի մոտից կես ժամ մեր մոլլայի նամազը հաղորդենք, ինչ կա դրա մեջ, բայց ինչի պիտի չհաղորդենք, Իսրայելի Աստվածը դե Հրազդանը Հորդանանից բանից, դա ասում եք, բայց էլ պետք է ասի, ինձ էլ պետք է հաղորդեք, եւ ուր կտան այս գործը, արդյոք Հայաստանի իշխանությունները, որ մանկամիտ են այս հարցերում, իրավունք ունեն գլուխ մեկնել, թե ձեզ թողում եմ, քեզ չեմ թողում, չի կարող, եւ նորից էլի քացուտակ, էլի սահմանադրության փոփոխություններ, էլի տեսակ բաներ,
ըլելույա եւ անպայման է լինելու դա ինչու որտեւ հմեկում նստած են մարդիկ որոնք թքածում են կառավարության որոշումները եւ բանի վրա ինչ դրանք հաշիվ են տալիս որ մի հատ ձիաննա նստե ինչա խոսում կամ մի հատ տերտեր ինչա մտածում այդտեղ այդպիսի բան չկա այնտեղ մի ուժ կա որը օգտագործում է այդ լրատվական միջոցը իսկ հանրությունը փոխանակ դրա դեմ պայքարի Հայաստանի մասն է խոսքը Լևոն է գոռում ինչ որ սրան հեռացրեք նրան մտցրեք երբ որ իրանց տունը մտած իրանց պղծում են նորից այս ինչից է գալի նորից էսից սրա գալիս է երիտ թուրքերի սիոնիստների եւ մասոնների գաղտնի եւ քիչ հայտնի կապերը եւ գործողությունները ես հոտվածն եմ չէ՞ ես ձեզ պատրաստում հայրենասիրություն մշակույթ մարդու իրավունք խղճի ազատություն այս բոլորը ինչի մասին որ խոսում է աշխարհը եւ ինչի նկատմամբ որ հայերը կառավարությունը օրենսդիրը մտածում է դա պիտի լինի արդարության ծավալների մեջ ուրիշ տեղ չի կարող լինել քրիստոնեական եկեղեցին Հայաստանի առաքելական Քրիստոսի մասին չի խոսում եթե ուշադրություն դարձնեք Քրիստոսի մասին խոսում են ավետարանչականները Հայ առաքելական եկեղեցու տերտերն ու եպիսկոպոսը Իսրայելի Աստծո մասին է խոսում նույնը Գլենդելում է կատարվում ստեղ Հայ առաքելական եկեղեցուն որ ասեցի 10 միլիոն դոլար եկեղեցի է շինում դու մի ասա 10 չի 20 միլիոն ա եղել բրբանկում Եվ այս բաց թողումը կամ հասարակական կարծիքի վրա մութ մուր քսելը որպեսի հայ քրիստոնյան չիմանա որ ինքը Քրիստոսից առաջ 301 թվականից առաջ Աբգար թագավորի օրոք արդեն քրիստոնեություն ընդունե այդ մասին չիմանա չհարցնի թե եթե ես Բարդուղեմիոս եւ Թադեոս Քրիստոսի առաջի ձեռ առաքյալների աշակերտների հետևորդներն եմ ես որը կոչվում եմ հայ առաքելական քրիստոնեական եկեղեցու հավատացյալ Թադեոսի եւ Բարդուղեմիոսի որոնք Հայաստան են եկել մեր թվարկության 50 թվին 40 թվին 38 թվին եւ դրանից հետո 300 տարի հետո Գրիգոր Լուսավորիչը պիտի հայտնվեր Հայաստանում եւ քրիստոնեություն քարոզեր երբ որ Բարդուղեմիոսն ու Թադեոսը արդեն մեռել են թաղված են բայց նրանք որ քարոզել են նրանց հետևորդներն ուր են Հայաստանում եւ Գրիգոր Լուսավորիչը տրթատ աղբոր հետ իր ում վրա էր քրիստոնեություն տարածում հեթանոսների քրմերի թե Բարդուղեմիոս Թադեոս առաքյալների քարոզած ժողովրդի վրա որը արդեն 300 տարի ապրում է Հայաստանի տարածքում այս հարցին ով պիտի պատասխանի Հիմա Հայաստանում լսում են հարցը դնեն ասեն այս ինչ որ ես եմ ասում պատասխանեք տենամ այս ինչ պատմություն է եւ այս մարդը որ այս հարցը դնի միանգամից չի կարող ասի տերտերը եպիսկոպոսը գլուխը պետք է կախի կաթողիկոսը ձեն չպետք է կարողանա անի ոչ մի բան չպետք է պատասխան չկա պիտի ասեն էդի սատանաների տարածածն է ու կրնկակող փախչեն չէ բայց այս լսողը երբ որ էսի տենա ինչ պիտի անի չի պիտի գնա Գրիգոր Լուսավորիչի Պողոտայի անունը փոխի դնի Տանձի Պողոտա պիտի գնա որովհետեւ տրորված կեղծված պատմությունը մեր ամենա վտանգավոր թշնամին է ներկայում առավել եւս ապագայում գոնե հեչ որ բան չանի փողոցների անունները կփոխի
եթե վնաս չտա ուրիշ ձևով։ Հիմա մենք տեսանք, որ երևույթները, որոնք կատարվում են տարածքաշրջանում, հիմնական առանցքներ ունեն, որոնք այսօր կոչվում են գլոբալիզացիայի հենքերը համաշխարհային մասշտաբով, բայց միջին արևելքում եւ Հայաստանում նրանք այլ բացատրություններ, այլ անուններ ունեն եւ այլ գործողություններ, այլ հետքեր են թողել։ Եվ միություն եւ առաջադիմություն կուսակցությունը, որը հայտնվեց պատմական Հայաստանում, նա Թուրքիայի հետ գործ չուներ, պատմական Հայաստանի հետ գործ ուներ։ Թուրքիան անհայտ կոնգլոմերատ ժողովուրդ է, ոչինչից առաջացած։ Հույնի արյուն, քրդի, ասորու, հայի, մի քիչ էլ հրեայի, տարբեր ձև օսմանցի տղամարդկանց հետ, որոնք եկել են այս ազգերի կանանց փախցրել են, դեղնավորել են, առաջացրել են ենիչերիների տեսակներ, չգիտեք ինչերի տեսակներ, եւ վերջը սերունդ են թողել իրանց լեզվով սովորացնելով այդ երեխաներին եւ առաջացել է թուրք տեսակը, կեսը հայ, կեսը տեղի ժողովուրդները, բայց հոր կողմից օսմանցի անցել են դարեր, այս տեսակը օտարված իր մայրական կողմից, հայրական կողմի վրա սկսել է ունենալ են հատկանիշները, որը կոչվում է այստեղով թուրքն է անցել, ըստ Բայրոնի։ Բայց որ գենետիկորեն նայես, մեջները ամեն տեսակ էլ կա։ Թուրքիան արժեք ներկայացնում է այդ առումով ժողովուրդը։ Իհարկե ներկայացնում է, բայց 2000 տարի կուզի այդ ժողովուրդը գենետիկական կայունություն ստանալու համար, մշակույթը հասցնի, գրականություն ունենա, այդ տեսակը պիտի կայունանա պատմության մեջ, ժամանակ կուզի, բայց մենք, որ այդ հազարամյակներն ենք անցնել, հանդիպել ենք այս տեսակին եւ սրանց հետ քյալլա պիտի տանք ամեն գծով, որովհետեւ հայտնվել են։ Եվ այդ հայտնությունը, այս տեսակի առաջացումը եւ ընդարձակումը մեր հաշվին երիտ թուրքերի, սիոնիստների եւ մասոնների գաղտնի կապերի շնորհիվ ա եղել։ Ինչ են մտածել, որ պատմական Հայաստանում վրա ապրող հայերը պիտի քաշվեն այդտեղից գնան եւ այնտեղ ցանեն խոտ, որը պտուղ չի տալիս։ Բայց հետագայում հողը կարող է պարորտանա ազոտով, որտեղ հետո իրանք գյազար կցանեն։ Այսինքն թուրք տեսակը այս գյուղատնտեսության մեջ քաղաքական հայերին փոխարինել թուրքի տեսակով իրանց համար հաշվել են, որ գլոբալիզացիայի ժամանակ հայկական տեսակը այդտեղ իրենց համար մոլախոտ է, իսկ թուրք տեսակը յոնջա է, ցանի հնձի տուր կովերին չորացրա ջրի էլի կաճի, ցանի հնձի էլի տուր, կառավարելի է, եւ իրանք մտածեցին Օսմանյան կայսրությունը քանդել, հայերին քոքից հանել, ինչպես Անգլիայում, երբ որ անտառները ոչնչացրին եւ հիմնեցին ոչխարաբուծությունը, բրդի մանուֆակտուրայի կապիտալիզմի զարգացման վաղ շրջանում Անգլիան անտառներով պատած է եղել։ Արոտավայրեր չկան, ոչխարը ոչ մի բան չի կարող ուտի։ Ոչխարաբուծությունը զարգացնելու համար ծառերը կտրես անտառները, որ կանաչ խոտը լի, այս բարձրության ոչխարը կարողանա ատամներով պոկի ուտի, թե չի անտառ մտա ոչխարը կարա ապրի, չի կարա։ Մտածեցին անտառները հանեք էկոլոգիայից։ Մարգագետիններ կանաչ ու ոչխարաբուծություն, բուրդն էլ մանուֆակտուրինգ, ածուխ ունենք, մեքենաները կաշխատեն, շոկե մեքենաները Բոստոն կտոր կարտադրենք կոստյումի համար, կներկենք լաջիվերտ, կապույտ եւ այլն, եւ Անգլիան միջազգային շուկա դուրս կգա, որ ամենալավ բուրդ ունի։ Ահա, այս ծրագիրը իրագործեցին։ Հետեւաբար այս ծրագիր իրագործողները պիտի մտածեն մեր վրա էլ մտա մի բան, չէ՞։ Հայերին ընտես պիտի հանենք, անտառ են դրանք։ Տեղը պիտի ոչխար պայենք, քուրդ ու թուրք։ Հետո բուրդը պիտի կտրենք, նավթի մեջ թաթախենք ու սարքենք ջահ։ Մտածել են մարդիկ, լուսավորեն կտե։ Եթե այդ ծրագիրն են անում, ինչ կարանք անենք, ասենք, չէ, մեր բուրդը պիտի փոկեք, ասում են դուք բրտատու տեսակ չեք, դուք դմակավոր տեսակ եք, հասկացել ենք, որտեղ մենք հետազոտում ենք, լավ գիտենք, թե որը որ տեսակ է։
Ինչ պիտի անես սրանց, եթե այդ գործի վրա են, գաղտնի կապերի մեջ են եւ այդ մեխանիզմներն են աշխատած։ Հիմա մեր երևույթը հետեւյալն է։ Արդյոք մեր նկատմամբ իրենց մտածածները կարող ենք հասկանալ։ Եթե կարող ենք հասկանալ, ուրեմն այս կողմ են կողմ չընկնենք։ Անգլիայի անտառի ծառերը ընկան այս կողմ են կողմ։ Կտրեցին նավի կայմեր եւ նավեր սարքեցին ծառերից։ Նավերը գնացին աշխարհը նվաճելու, տակի խոտերը ոչխարները կերան բուրտ տվեցին Անգլիային։ Մարդիկ լուծեցին խնդիրը, փայտը նավա շինության մեջ, բուրտներ ոչխարը, ահա, մեր նկատմամբ ինչ են մտածել սրանք գաղտնի եւ քիչ հայտնի կապերով, երիտ թուրքերը, սիոնիստները, մասոնները։ Ինչ որ ասում են Անգլիան որ տեղի ունեցավ, ում կապիտալով էր այդ բիզնեսներով դրեց, հայտնի է։ Ուրեմն Թուրքիայում որ պիտի տեղի ունենար, մենք էկոլոգիապես իրանց պետք չենք եղել, որովհետև իրանց պետք չեն մտածող արարածներ այդ տարածքաշրջանը, որովհետև Լաուրենսը արաբացին ասում էր 19 թվականին, հայերը տարածքաշրջանում Անգլիային պետք չեն, որովհետև նրանք խանգարելու են մեզ։ Այն տեսակն է, որ ուզում ենք ասենք խոտ ցանենք, ինքը բռնում է ոչ թե խոտա ցանում, այլ խնձորի ծառեր է տնգում մտը իրա քեֆին, չի էլ մտածում։ Հետո մեզ ձեր չի տալիս, դղյակներ է սարքում, գործեր է մտածում, մեր տեղը բռնել է այս տարածքների վրա։ Հետևաբար այս հին ազգը, որը մշակույթ ունի, շնորհքով է բանա, մեզ կոնկուրենցիա է։ Հասկացանք, ում ենք խանգարել մենք տարածքաշրջանում, նա, որը տարածքաշրջանում ուզում է ոչխար աճացնի։ Հասկացանք, արդեն ըմբռնեցինք, եւ երիտ թուրքեր կլեն, սիոնիստներ կլեն, մասոններ կլեն, սրանք իրար հետ համագործակցված Արևմտյան Հայաստանում մի ծրագիր են իրագործում, այսօր էլ Ղարաբաղը, ասում է Ղարաբաղը ոնց թե հայերը տարածքաշրջան վերցնեն, որ հետո չկարողանանք հանենք, հազիվ Արևմտյան Հայաստանից հանել են։ Դրա համար ատամներով կպել են Մինսկի խմբի համանախագահները Մաթյուս Բրազիայի ղեկավարությամբ, որը կարծում ենք թե Կարապի երգը երգեց ու կգնա, ոչ, մնալով նա ասեց, որ իմ կամքով չի, որ ես ինչ որ ասում, խոսում, գործում եմ, ես տերեր ունեմ, ես նրանց աշխատավորն եմ, երիտ թուրքեր, սիոնիստներ, մասոններ, եւ այդ գործը, որ Ղարաբաղը ինչ, հայերը վերցնեն, մենք հայերին ամեն կաշկանդում ենք, ծովից հեռու ճանապարհները խոչընդոտում ենք, ինչ ասես չենք անում, որ չկատարվի են հրաշքը, երբ հարևան ժողովուրդները կասեն, մեր ղեկավար մարդիկ հայեր պիտի լինեն, որովհետև նրանք ամեն ինչից հասկանում են, մարդկային են, խելոք են, ամեն ինչ են, ինչպես աշխարհի բոլոր հայերը գնում են մի հատ երկիր, մտնում են մի հատ անծանոթ տեղ, մի ժամանակ անցնում է, գործարան կլինի, ֆիրմա կլինի, խանութ կլինի, ինչ կլինի, կապ չունի, մեկ էլ էս հայը հայտնվում է բոսի կողքը, որպես օգնական, որպես խորհրդատու, որպես տեղակալ, որպես մտածող էակ, աշխարհի բոլոր տեղերում, հետո գաղտնիք չի։ Ուրեմն հայը մի տեսակ է, որը որ եթե նախանց բոս ունեցավ, անկարող բոս ունեցավ, խելոք չունեցավ, մնացած ժողովուրդների մեջ, հայի հետևից կընկնեն։ Անկարող մարդ ինչ կան, բայց եթե կարող մարդ եղավ, խելքը գլխին, հային կդնի իր կողքը կասի, այ քեզ հրաշք։ Այսօրվա դրությամբ անգլիական իմպերիան, որը հնի ժառանգություն է, իր անկարող բոլոր հատկություններով խանգարում է առաջավոր մարդկությանը, մասնավորապես հայատեսակին։ Դրա համար Անգլիայում հայերը չեն բազմանում, չեն տարածվում, ամենակիչն են Եվրոպայում։ Հասկանալի է, չէ՞ ինչի համար։
անբարենպաստ է հայերի համար Անգլիան, որովհետև Անգլիայի մեջ էությունը կա, ոնց որ Լաուրենսն էր ասել արաբյացին, որ հայերը նրանցից փրկվելու համար միայն ցեղասպանություն, որը կատարեցին երիտ թուրքերը սիոնիստների, մասոնների գաղտնի կապերի շնորհիվ։ Էս էր մեր այս 3 օրվա խոսակցության մի մասը, որը մեր իրականության մեջ տարբեր ասպեկտներով ես ներկայացրի։ Փողոցների անունը մի փոխեք, որովհետև այս սրանց ծրագրերն են ձեզ կռվածնել, ներսում շփոթացնելը, իրարից ցրելը, սրանք են։ Հեռուստատեսությամբ ցույց տվող ամեն մի երևույթ իր մեջ իմաստ ունի ի վնաս հայ ժողովրդի։ Բացառություններ կան, շատ օգտակար են, բայց վնասակարները շատ վնասակար են։ Մենք բոլոր դեպքերում, քանի որ արդեն պատկերացրինք իրադրությունը, մտնենք ժամանակի հատվածի մեջ, սուզվենք ժամանակի մեջ եւ այնտեղ մելի կտեսնենք օթյակներում նստածներին, ովքեր են, ովքեր չեն, ինչ են անում, բայց արդեն որոշ գաղափար ունենք, թե ուր ենք գնում, գոնե այդքանը գիտենք, չէ, վարպետացանք։ Երիտ թուրքերի հեղափոխությունից հետո երկրում երկամյա ժամկետով ռազմական դրություն է հայտարարվել, ես այդ մասին ասեցի։ Սեր Լոութերի հավաստմամբ ռազմական դատարանի շատ սպաներ ֆրանկ մասոն էին։ Ցանկացած թերթի տպագրություն արգելելու եւ խմբագրին կամ սեփականատիրոջը ռազմական դատարան կանչելու իրավասություն ունեցող մամուլի գրասենյակի ղեկավարի պաշտոնում դարձյալ ըստ նույն նամակ զեկուցագրի առաջ քաշվեց եւս մեկ Դոնմե հրեա մասոն Սալոնիկից։ Հիշյալ փաստաթղթում Սր դե Լոութերը նաեւ տեղեկացրել է կիսապաշտոնական օսմանյան հեռագրային ծառայությունը, որն արտահայտում էր կոմիտեի կարծիքը օսմանների ներքին եւ արտաքին գործերի վերաբերյալ գործողության մեջ դրվեց Բաղդադցի մի հրեայի ղեկավարությամբ։ Ուրեմն այս գործի մեջ պետք է ասել, որ հրեաները վստահելի, հավատարիմ գործակալներ են, որոնք որ սիոնիզմի անվան տակ աշխատել են եւ երիտ թուրքերի կազմակերպության մեջ եւ օթյակներում գաղտնի խորհրդակցությունների մեջ։ Ինչ կարող ես ասել, մարդիկ մասնագիտացվել են այդ ուղղությամբ, հայտնի է, որ դու պիտի պաշտպանվես։ Գիտես, որ այդ ձև է, որ պիտի իմանաս, դες հերթով շարադրում է։ Թե հետո ինչ պիտի լինի։ Այն ծրագիրը պիտի իրագործվի։ Հայկական տարածքների վրա խոտ պիտի ցանեն եւ ոչխար աճացնեն։ Իդեմս քուրդ հովիվների։ Այդտենց են որոշը մարդիկ։ Այլ բացատրություն չկա։ Ինչ քաղաքակրթություն, ինչ ֆլանֆստեղ, ինչ մշակույթ, ինչ քրիստոնեություն, ինչ տեսակներ։ Ոչ հայ կաթողիկե եկեղեցում բանը տեղ տնող կա, ուրախորես հայերը համել կաթոլիկ Իտալիայի Հռոմի հետ կապ ունեն։ Ոչ ավետարանչականներ, բողոքականներին, որոնք առաջադիմական ռևիզիոնիստական քրիստոնեության լավ թրջկողտող պատվելիներ են, սրանց էլ բանի տեղ դնող չկա։ Ոչ էլ առաքելական եկեղեցու հազարամյակներով հաստատված քրիստ, ես էլ բանի տեղ դնող չկա։ Ուրեմն հստակ հայտնի է, որ եթե հայը կոմունիստ լի, բանի տեղ դնող չկա, կապիտալիստ լի, հավատացյալ լի, չգիտես ինչ լի, բանի տեղ դնող չկա։ Ծրագրերը գնում են հայինը տեից անել, ջնջել, անտառը ջնջել, խոտ ցանել ոչխարների համար։ Այս ծրագիրն է գնում։ Հիմա պիտի մտածել, գործողները ովքեր են, ասեցինք ովքեր են։ Էսա, այնա, որոնք այս գործողությունը պիտի անեն։ Քաղաքական գյուղատնտեսություն պիտի սարքեն եւ արել են։ Մեր պահանջը ինչ է։ Մեր պահանջը հետեւյալն է՝ Եվրոպայից, Անգլիայից, Արևմուտքից։
որ են հողերը, որը այս ինչ պատճառներով ժամանակին մտածել եք հայերին դից անեք տարբեր ձևերով եւ ոչխար պահեք։ Դե տենում եք ոչխար պահող չկա այսքան ժամանակ։ Հետ տվեք մեզ։ Եթե պետք եղավ մենք էլ ոչխար կպահենք, ձեր բուրդն էլ կտանք ձեզ։ Ծրագիր է, այսինքն մեր կողմից առաջարկված ծրագիր է։ Լավ, արել եք, հիմա ինչ անենք։ Կարելի է այս ծրագիրը առաջ քաշել։ Ձախողվել եք։ Տեսնեք, որ այդ ժողովուրդները իրար հետո կուտեն, էլի ոչխարն էլ հետո կգնա։ Ուրեմն մտածել եք դուք Թուրքիան մասնատեք, առանձին պետություններ, այդ էլ տարբերակ է։ Հələ տնանք մեզ ինչ եք նախատեսել։ Ձեր փորձը ձախողելուց հետո մեզ համար ինչ եք պատրաստել։ Քրդական հանրապետություն եք ուզում սարքեք, որ ինչ լի։ Գոնե այդ մասին Գեյցի հետ խոսացել եք։ Գեյցը գիտեք, չէ՞։ Windows-ները սարքողը, Microsoft։ Գեյցը գոնե համ միլիարդատերը համել խելոք է։ Կասի այ ոչխարի տղեկ դրանց։ Դարը փոխվել է, կամպյուտեր, ինտերնետ, էլեկտրոնիկա, գաղափար, ինչ ոչխար, ինչ անտառ, ինչ Հայաստանին հանեք։ Գեյցը տես խորհուրդ կտա իրանց, որ այսօրվա դրության մեջ մի հատ հայ ինտելեկտը, մի հատ պետություն արժի, ինչպես ես, իրան էլ ցույց կտա։ Այդպես չի լորդ Բաքմինտոն չլդրվան, կասի լորդերի պալատի անգլիացում։ Այդպես չի, ինի կասի հա ճիշտ ես ասում։ Ինչքան էլ ուզում ես դու լորդի կոստյում հագնես, բան ցենց քեզ զարդարես, բայց այսօր չես կարա ոչ մի բան անես։ Էլ Հնդկաստան, Աֆրիկա, վայրի ցեղեր չկան, որ այդպես ասես ես լորդն եմ, մի հատ էլ իրերը կոչենք իրենց անուններում, սապոկիտ վրա մի հատ ջիպոտ ունենաս, խփես ասես տես ինչ փայլուն սապոկա, ու իտեն ասի, օ, դու իսկական լորդ ես։ Այդ ֆինդու ֆլիշկեկը չի անցնի, Գեյցը կասի միլիարդատեր, որը Microsoft-ի տերն է։ Թող ինքը խոսա, մեր փոխարեն։ Կասի այ ոչխարներ։ Տեսեք ինչ եք անում հիմա։ Հիմա հայերին հետ պիտի բերվի։ Այդ տեսակ այդ կապիտալը։ Որովհետև պարզվում է, որ Անգլիան, որ իր անտառները խուզեց, նավեր շինեց, հետո ոչխարներ պահեց։ Դու մի ասա այդ տեխնոլոգիայով Անգլիան ոչլոտեց, որովհետև մաքուր բուրդը ոչլոտում է։ Եվ հիմա Անգլիան ոչլոտել է, թագուհիով, պարլամենտով, լորդերով։ Գեյցը կասի, ուզում եք էլի ոչլոտեք, որովհետև էկոլոգիա է խախտում, ուրեմն հայատեսակին, հայ տեսակին հատուկ մոտեցում։ Մենք քաղաքականությունը կարող է փոխվի, շատ հստակ կարող է, մենք պատրաստ ենք դրան։ Թե էլ տարված ենք այս ոչխարների եւ բաների հետևից, բայց էս կլի, նես կլի։ Ամերիկական գրին քարտ շահենք։ Չեք տեսնում ապագան ուր է գնում մարդկության։ Թեկուզ գլոբալիզացիայի քարքարոտ ճանապարհով։ Գոնե տեսնում եք այդքանը։ Հայատեսակի գոյությունը Ռուսաստանում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Չինաստանում, Արևելքի երկրներում, Հնդկաստանում, տեսնում եք հայը ինչ գին ունի։ Թե էլ հային դրել եք բանի տեղ, խոպանչու տեղ, որ գնում է փող աշխատում, ընտանիքին փող է ուղարկում, հա։ Պիտի գա այդ երևույթը։ Մենք պատրաստում ենք այդ երևույթին, այդ ձևին։ Եվ ինչ ենք անում։ Ասում ենք ձեր խեղդները, գլուխները թավակեք։ Նախ հայկական հեռուստատեսություն, կառավարություն, եկեղեցի, ֆլան, ֆստեղ, ինչ-որ կա կտե, ոտերի տակ չընկնեք։ Այդ թատրոնների վերջ տվեք։ Որտեղ համաշխարհային շուկայում արդեն Հայաստանից գնացած մի քանի 100 մարդիկ արժեքներ են ստեղծել եւ շուկայում գինը այսպիսին է հայատեսակի։ Իսկ դուք հետ եք մնացել, հələ կոլխոզ եք աղում, սովխոզն էլ վրեն։ Հələ նոր հայտնաբերել եք, որ Իսրայելի Աստվածը ամենաբարի Աստվածն է եղել։ Չես էլ կարդացել, թե Իսրայելի Աստվածը ինչ է անում։
Եվ այսպես մենք տեղավորում ենք ժամանակի մեջ, մտնում ենք այսպես, տեսնում ենք ինչ է կատարվել, այսօրվա դրությամբ ենք Բաղդադում գտնում ենք առողջ արմատներ, տերևներ, ցողուն, ջրում ենք, ասում ենք հանգիստ, մենք մեզ տենանք մի հատ, տեսնենք թե ինչ ենք դարել, ով ենք մենք։ Ուրեմն այս Բաղդադցի հրեային էլ բերեցին ղեկավար արտաքին գործերի, լավ արեցին։ Հին տեխնոլոգիա է, չէ՞, ասում եմ, այս գաղտնիները, հին տեխնոլոգիա։ Հիմա ուզում են ինչ-որ բան անեն, խելքները չի հասնում։ Պարզապես։ Մի հատ բան գիտեն։ Փող տպենք, բաժանենք տոկոսով։ Էսի գիտեն, ուրիշ բան չգիտեն։ Ոնց որ ասում եմ, աղվեսը կամ ագրավը նույն բանն է։ 7 երկ գիտի, 7, 1, 2, 3, 4, 5, 6, 7 երկ գիտի, 7-ն էլ պանիրի մասին է, այսինքն երկում է ես մի պանիրի մասին, հետո ասում է էլի պանիրի մասին, բայց մի ճես կողմից, սեք ասում է լորի պանիրի երկը, խաշխավալ պանիրի երկը, եղեգնաձոր պանիրի երկը, ֆրանսիական պանիրի երկը, շվեյցարական, բոլորն է պանիրի մասին են, հիմա ես ինչ որ ես ձեզ ասում եմ, մասոնա, սիոնա, չգիտեք ինչ, սրանց երկերը սաղ պանիրի մասին է, որը Գեյցը պիտի ասի, և դա տեղի կունենա, այ ոչխարաբույծներ, ձեր պանիրը չի անցնի հիմա, անուն ուզում ես դիր, գլոբալիզացիա դիր, ինչ ուզում ես դիր, ամեն ինչ փոխվել է, այսինքն շիֆտ է եղել, արժեքները մտել են իրենց խոռոչների մեջ, հայատեսակը ծրագրավորման հայրենիքն է, կասի Գեյցը, Միկրոսոֆտը, Ռուսաստանը կասի հայատեսակը էլեկտրոնիկայի և մտքի գաղափարն է, Ռուսաստանը, Եվրոպան, Գերմանիան, որ ենքանա ծեց կերել ֆաշիստական ժամանակաշրջանից հետո, որ ասես հայատեսակը ինչ տեսակը, կասի հայատեսակը, ում ուզենա կծեցի կջարդի հայատեսակը, մենա մի հատ Աբրահամ ունենք մենք, չէ, վա, բաքսյորը, բեն Կոտիկյանը մի հատ կա, բաները աղբերը, են էլ տեսակետից է մեզ ճանաչում Գերմանիան, որովհետև Գերմանիային ծեցել են, հիմա մեր տղաներն են ծեցում են Գերմանիայի ռինգերում, ով պատայի ծեցում են, գերմանացիների աշկը վախեցել է և հարգանք առաջացել, Ֆրանսիա, Իտալիա գնաս, հայը ինչ է, վայ, կասի հայը, շախմատի թագավորն է, ահա, ուրեմն ռուսը ինչ ասում, գերմանացին ինչ ասում, են ինչ ասում, ես ինչ ասում, Գեյցը ինչ ասում, ես ասածները քամի են, այդ պաներագործ անգլիացիներ, ժամանակն է, որ Անգլիան, որը որ ես վարում է, ես ամենը, որը մասոնական օթյակներ ծրեց ամբողջ Եվրոպային, Ֆրանսիայի հետ և Թուրքիան էլ մեջը, մեկ էլ մեջը, և իբր թե ինչ որ կալի կոնդախ ռազդվա է անում, նշանները կպցնում է պատերին, հետո թութատապ տալիս, էսի արեց, հիմա լրիվ ինչ է եղած, ատամները թափած, մի հատ անվնաս կենթանի է դառը, շաշատ տեսքից են վախենում, ինչու, որտև մարդկությունը, եթե իրանք դուրս էին հանել շավիղից, որպես բանվոր էակ էին դարձրել, հիմա բանի սպասում որ բանական էակ է, և այդ սանդղակի մեջ ազգերը գնահատվում են իրենց բանականություններով, ոչ թե ոչխար պայելով ու պանիրի մասին երկելով։ Միևնույն ժամանակ կարդում եմ ժամանակահատվածի մեջ, թե ինչպես էին տեղավորվում ոչխարաբույծները։ Միևնույն ժամանակ ոստիկանության հին նախարարության փոխարեն ստեղծվեց հասարակական անվտանգության կազմակերպությունը Սալոնիկցի մի հրեայի ղեկավարությամբ։ Այս էլ այդ չոբանի գործ դա վերցրել, որը միաժամանակ հսկում էր թե ոստիկանությանը, համ չոբան էր, համ էլ հովիվ, և թե ժանդարմերիային, հասկացանք։ Առանձնապես կարևորը Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդած խնդրեմ, ինչին որ սպասում ենք, պաներագործ ագրավների։ Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդած այն տեղեկությունը նաև որ բանակում Իթիհադ վեթերակի
կոմիտեի ազդեցությունը տարածելու համար սպաներին ընդունում էին մասոնության մեջ նրանց ռենզե օթյակի անդամ դարձնելով։ Այսինքն հրյաներին հովիվ չոբան իրանց մոտ, սրանց էլ կոլխոզի նախագահ, սովխոզի դիրեկտոր բաշխում են օթյակների մեջ։ Կազմակերպությունը տեսնում եք, չէ՞, հետո վերջում ինչ պիտի լինի։ Վերջում տեսնենք ինչ անելու, այն պիտի լինի, որ կուզեկուզ պիտի մանգան, բաց ճակատով չի պիտի երևան մարդկության առաջը, որտեղ պիտի իրանց ասեն, ասեն չոբաններն են, որ պանիրի երկեր էին երկում Անգլիայի տարածքներում, ոչխարաբուծության մեջ եւ կառակուլի գլխարկներ էին հագնում ու ասում էին, ահա նա, որ պիտի գա, հետո չեկավ, ու բոլորը ասում էին, վա, մենք գնացինք առաջ, էսի են նրանք են, ասում հա, բայց բան չասեք, ասում տղեկ ջան, հանգիստ եղեք էլի, մարդ են էլի։ Կոմիտեի պատգամավորների եւ ծերակուտականների մեծամասնությունը մասոն է դարձել եւ ընդունել սահմանադրություն, la constitution կամ կանունի էսասի օթյակ, օй քեզ բան։ Այսինքն ասի կոլխոզի պահեստապետը նա, այնի հաշվապանա, էս են անում էլի, որ հետո պետք է կոլխոզի ոչխարներ ուտեն։ Առաջիններից էին ներքին գործերի նախարար Թալյատ բեյը, դες բոլորը գիտեք, չէ՞։ Եվ ֆինանսների նախարար Ջավիդ բեյը։ Ընդդիմության պատգամավորներից մի քանիսը, հատկապես արաբները, տեսնելով, որ մի կողմ են մնում քաղաքական գաղտնիքներից, պանիրի գաղտնիք կա, չէ՞, ամեն մարդը չի կարա պանիր սարքի, պետք է իմանաս մեջի մայան իշքան դնես, տաքություն իշքան լի, բան, սա էլ օթյակի գաղտնիքներ դա, պաներագործները, 7 երկ ագրավը, 7 էլ պանիրի մասին, և արաբական կողմը, տեսնելով, որ քաղաքական գաղտնիքներից և վարչական ղեկից մի կողմ են մնում, նույնպես սկսեցին միանալ օթյակներին կամ նորերը ստեղծել, ինչպես օրինակ Օսմանյան եղբայրություն։ Ուխուվետի Օսմանիե, արաբերեն եմ կարդում, բայց հայերեն տառերով ա գրած, ազատության բարեկամներ, ինչ տարօրինակ անուններ են, Օյաբանի հյուրիետ, եսիմ ինչ, որպես վերահիշյալ օթյակների լրացում 1909-1910 թվերին ստեղծեցին հետևյալ օթյակները, 1909 թիվը հիշում եք, չէ՞ ինչ թիվը, Հրաչիկ Սիմոնյանը մի հատորով կանգնել է դրա վրա, հավանաբար սրանք լավ գրած կլին այնտեղ, ես այդ գիրքը չունեմ, բայց դրա մասին խոսացի, Ադանայի ջարդերը 30,000, 1909 թվին ստեղծվեցին հետևյալ օթյակները, այսինքն այս օթյակների բացման կապակցությամբ մատաղ, օթյակներ են ստեղծվում, հայ ժողովրդին ջարդում են, այսինքն օթյակները հլմյացրած մակրը կլստեից մեր աշկտեն, հա ասում են, բայց դաշնակները մեր հետ են, մի տարի առաջ Սուլթան Համիդին գցեց, ոչ դաշնակները մի մտածեք, նրանք այդ հոտի չոբանի շներն են, բայց մի մտածեք, իրանք էլ են այդ ոչխարի մսից ուտում, ու արեցին, հիմա այս դրությունն է, և հիմա ստեղծվեց 909 թվին Ադանայի կոտորածների ժամանակ ու հետո 1910 թվերին արևելքի հավատարմություն օթյակը, արևելքի հավատարմություն, անկեղծ բարեկամներ, օթյակի անունն է, միություն և առաջադիմություն, ծանոթ է, Բիզանցիո Ռիգորտո, օթյակի անունն է, La Verite, ֆրանսերեն, ճշմարտություն, La Patrie, ֆրանսերեն, հայրենիք, La Renaissance, ֆրանսերեն, վենացանունդ, և Եգիպտոսի ընդհատակյա քաղաքական հետաքննիչների համար բավական հայտնի լուսաբացը, ես էլ է օթյակի անուն,
որը Մակեդոնիա Ռիզորատայի բաժինն է, որ եթե նայեք հաշվեք, կտենաք, որ ագրավի 7 երկերն են սրանք էլի, 7 հոտյակների երկերը, պանիրի, բավական հայտնի լուսաբացի եւ այլն։ Մասոնական այս ցանցը, այս պանիրեղենը Սալոնիկյանի եւ Մակեդոնականի նման հрьяաների ձեռքում է։ Ցանցը հрьяաների ձեռքում է։ Հрьяաները այսինքն սերվիզ են անում այդ ցանցին։ Ցանցը ումնա, բայց մեծ արևելք, այնտեղ, որտեղ արևը մայր է մտնում, իսկ ցանցն էլ գործող մարդիկ, այսինքն գործակատարներն են, հрьяաներն են մեջը, դրանք ինչ օին են խաղալու հայ ժողովրդի գլխին։ Ուրեմն այս հрьяաների ձեռքումն է Մակեդոնակը, որոնք կամ անմիջականորեն են ղեկավարում բոլոր օթյակները, այսինքն նստում են, բացում են, ասում են դու խոսի, դու մի խոսի, դուրը փակի, պահակ, եղբայր, ասա տենանք ինչ ես ասում, եղբայրաբար սկսում են խոսան մեջը։ Կամ ղեկավարում են բոլոր օթյակները, կամ ուղղորդում են դրանց գործունեությունը։ Ուրեմն հրահանգները տեղ են հասցնում, չէ՞ որ օթյակների մեջ էլ մեր ոչխարները կան, մեր ոչխարներն էլ են ընդ, չէ՞։ Ինչա դուք գիտեք, հայ ոչխարները դրսում են, չէ՞ օթյակների մեջ բե են անում, բե, եւ դրանց կեր են տալի։ Կեր տվողները ասում են, որ հрьяաների ձեռքում է եղել կերը։ Ինչ պետք է անես։ Անդրադառնալով Թալյատ բեին, որը հետագայում ստացել է Մահմեդ Թալյատ Փաշա անունը, նշենք, որ նա երկրի երիտթուրք գլխավոր ղեկավարներից է եղել։ Ժամացույցը ծնգ արեց, նշանակում է վերջացնում ենք հաղորդումը։ Շարունակենք վաղը։ Հետևեք այս հաղորդումներին, որտեղ հետաքրքիր է, նախ կձերբազատվեք այն ճնշող մագմա մութից, թեթև ժանրով ոնց են բացատրում, ոչխարներ, պանիրներ, բաներ, Գեյցն են մեր ձեռին է, Գեյցը, միտք, գաղափարը, Microsoft, եւ մենք էլ ապրանք ունենք, գիտություն, ոչխարապահը անգլիանա, ֆրանսիանա, չոբաններն են նրանք, որոնք երկիրը այդ վիճակին, հիմա էլ ուզում են Թուրքիայում ոչխար պահեին, դες մարդկանց միջոցով, եկել հասել ենք այս իրադրության մեջ։ Պատմությունը հստակ գծվում է, թե որտեղից ուր ենք գնացել։ Շվաղ շարունակենք։ Ստեսություն ձեզ։